Անհոր օրթոյ վակունիսր պոամեն։ Բարի եկած եք բոլորը, Աստված օրհնե բոլորը, փառք տանք Աստծո, որ այսօր մեզի հավաքեց։ Փառքը միշտ իրեն համար բادرած պետք է լա, մեր եղբայրներուն, քույրերուն գոմե։ Բոլոր հավատացյալները պետք է միշտ փառք տան Աստծո։ Որովհետև կյանքը, որ այսօր հոս եկանք, առանց փորձանքի, փառք Աստծո, բոլորը իր փառքն է։ Այսօրվա թեման Սաղմոս 24-ն է։ Դավիթ Մարգարեին Սաղմոսն է։ Ուրեմն անոր թեմային վերնակիրը Փարած թագավոր։ Մեր Տեր Աստվածը, Փարած թագավորը։ Որովհետև Աստված Դավիթին շատ կսիրեր։ Դավիթն Աստծո շատ կսիրեր։ Իր բոլոր եղբայրներեն մինակ Աստված իրեն զադեց։ Ուրեմն այնքան սիրեց իրեն, որ Աստված իրեն հիմա պիտի տեսնեք, որ ինչպես իր բոլոր հոգիով երգիկ գնաց։ Այսինքն կպատահի Հիսուսի հարության։ Ուրեմն Սաղմոս 24-ը 7-րդ համարը գսե ով թռներ գլուխնի վեր վերցուցեք ու վերցուցեք ով հավիտենական թռներ որովհետև Փարած թագավորը մտնե ով է այս Փարած թագավորը ուրեմն այս բանն ասեմ ցեզի ամեն յուրաքանչյուր Սաղմոս որ գրված է նպատակով գրված է Աստամոսները, որ ունենք, բոլորը նպատակով գրված է։ Առիթով գրված են։ Դավիթը շատ հոգնած դժվար վիճակներու մեջ էր։ Անցած ժամանակները Աստված իրեն օգնեց եւ քաջալերեց եւ սիրեց։ Դված իր այս սաղմոսները գրելու շատ սաղմոսներ ունի Դավիթ որ գրած է։ Շատ լավ գրնանք մենք գիտնալ ինչ է ամեն մեկ սաղմոսը որ գրված է եւ ինչու համար գրված է մասամ գիտենք եւ մասամ չենք գիտեր աս մեկը որ 24-ը ասի adonsme որ մենք չենք գիտեր ինչու համար գրված է ուրեմն վստահ չենք, բայց աստվածապաններ, որոնք կսպաղվին Սուրբ Գիրքով, աստվածային խոսքերով, ամենս կխորհին, թե Դավիթ թագավորը լալե ետքը որոշեց Աստծո խորանը դաբանագը 5 դագարանի մեջ վրանի մեջ տնել որով այն ադեն Մովսեսին ադեն դաբանագը անաբադի մեջ էր։ Ուրեմն Դավիթ մտածեց ասպանը, որ չփջանա փանչլա, ուրեմն քերեսիկ վրան մշինեց եւ այդ խորանը այդ վրանի մեջ դրավ։ Օխտի դաբանագը 5 դագարանեն ելից 28-ը եթե գարտակ, այդ բոլոր 25, 26, 27, բոլորը անոր մասին է։ Մովսեսի օրով անաբադի մեջ շինված եւ մինչեւ Իսրայելի թագավորության օրերուն եկած եւ թրված էր հոն, որ կներկայացներ Աստծո ներկայությունը։ Այդ խորանը Աստված ինքը ուզեց, որ շինվի, որ ես իմ ներկայությունս միջ հոնը լա, որ ժողովուրդը միշտ կան աղոթեն։ Ինչպես այսօր եկեղեցին ունենք, Աստծո Սուրբ Հոգին միշտ հոս է։ Անոր համար ուքանք հոս գաղոթենք, որ մենք այդ օրհնությունը առնենք։ Եվ տրված էր հոն, որ կներկայացներ Աստծո ներկայությունը, որ ինքը Քրիստոսի մարմնավորությունն է։ Աստված ուզեց դաջարը շինվեր, բայց ոչ թե
Դավիթ շիներ, այլ իր որդին Սողոմոնը։ Ինչու համար, որովհետև դու շատ այրուն թափեցիր, դու շատ հոգնեցար, շատ բادرազմներ էր, դու հոգնած ես, դու միներ դղատ թողնե։ Եվ գսվի թե երբ այդ վրանը բادرացվեցավ, որ վրանը շինեց, բادرացվեցավ, որպեսզի Աստուծո ուխտին դաբանակը այդ վրանի մեջ դրվի։ Դավիթ եկավ, այդ վրանին առջև գեցավ եւ ասավ. «Ով թռներ, գլուխնիդ վեր վերցուցեք եւ վերցուցեք, ով հավիտենական թռներ, որպեսզի փարաստ թագավորը մտնե»։ Փարաստ թագավորը Հիսուս Քրիստոսին համար է։ Մեր Տերը Աստված հոն մտնե եւ հոն փնագի։ Ինչ որ Դավիթ ասավ, ոչ թե միայն դաբանը դեսնելով ասավ, հապա անգասկած իր հոգիով, իր սրտով, իր միտքով երկինք փոխադրվեցավ։ Դավիթ մարգարեն իր հոգիով, իր սրտով երկինքը գերտա, երկինքը գտեսնե, Աստված իրեն այդ փառքը կուտա։ Հիսուսին տեսավ, ասիկա հարության օրն է, որ Հիսուս հարություն արավ, երկինք գնաց։ Հիսուս առավոտյան Հիսուս ասավ. «Ես գելեմ իմ հորս եւ ծեր հորքով»։ Որուն ասավ Մարիամին։ Մարիամ Մագդալինացին, որով առաջին ինքը վազեց գնաց, որ տեսնե ինչ եղավ։ Եվ Հիսուս ասավ ինձ մի թփչիր։ Ես ծեր իմ հորս կով չեմ ելած։ Ուրեմն Դագավին ես հորս կով չեմ ելած։ Հիսուս խաչին վրա թափված իր արյունը բոլոր աշխարհի մարդկության մեղքերուն, քավության եւ թողության ador համար ըրավ։ Աստված անոր համար, բոլոր աշխարհին համար։ Երանելի են անոնք, որ գեհեդևին ասպանին։ Երանելի են անոնք, որ գաղութեն միշտ, Աստված կփնտրեն, Հիսուս կփնտրեն։ Ոչ թե աշխարհի երևեն ինգազեն, աշխարհը գսիրեն։ Ադե որ Աստված գադե այդպես մարդիկ։ Ինչպես 5 դագարանի մեջ քահանամը զոհ գներ եւ այդ զոհին այրունը Աստծո կներկայացներ։ Մեղավորը մեղքերու քավության համար առաջ այդ այրունով գզոհվեին, անադեն Հիսուս դեր չեր խաշելած։ Ուրեմն զոհ գնային, ոչխար գմորթեին, այրուն գթափեին։ Նույնպես ալ Հիսուս քու եւ իմ մեղքերուս համար հաճվել են ետքը, երբ հարություն արավ, հարության առաջին արավոտ, գիրագի արավոտ էր, երկինք ելավ։ Հիսուս երկինք ելավ։ Եվ եթե ովևէ դեր ադեն երկինք պատրաստված էր ընդունելու արկամը, ովևէ մեկ ժամանակ թագավորը, դերմը եւ Աստվածը այդ հարության արավոտ էր։ Հարության արավոտ էր, որ պատրաստվել էին բոլոր հրեշտակները, երկինքի թռները բացվեցան, հրեշտակները շարքի գեցան, երշախումբը պատրաստվեցավ, որովհետև որդին Աստծո, որ Ադեմը առաջ իր փառքեն մերգացավ, այսինքն խաչվեցավ, չարչարվեցավ, աշխարհի մեջ ապրեցավ, խաչվեցավ, թաղվեցավ, հարություն արավ երրորդ օրը։ Եվ պիտի վերադառնար, երբ Հիսուս թաղվեցավ, Սատանան ուրախացավ եւ ադիր թևերը աշխարհը խորհեցան, որ հաղթեցին Սատանան։ Հիսուսը քերեզմանը թրին, քարնալ վրան գլորեցին եւ գնիկնալ թրին, սինդա ով պիտի հանե ասոր։ Սատանան այդպես կմտածեր։ Եթե Սատանան ցանկին մեջ ուրախ օրմ ուներ, անալ Հիսուսի խաչելության քշերն էր։ Հարսանի կրավ։ Բայց այդ ուրախությունը երկար չդեվեց։
Հիսուս երբ հարություն արավ, երկինք գնաց եւ հրեշտակները տեսան, որ երկինքի թագավորը հաղթական ետ գուքա։ Հիսուս երկրի վրա էր։ Դավիթ այդ դեսարանը տեսնելով, որ ասավ, ով թռներ, փասվեցեք, գլուխնիդ վեր վերցուցեք, ով հավիտենական թռներ, Փարազ թագավորը թող ներս մտնե, այդ խորանին արջև գեցած խոսեր։ Սա ինքն է Փարազ թագավորը։ Այս նույն խոսակցությունը, այս Փարազ թագավորին մենք Սուրբ խորանին մեջ ամեն գիրագի նույն բանը կգադարենք ոստեղ։ Երբ որ այդտեղ բզդիկ խորանը գա, ադոր մեջը սիգին գա, բանով նշխարկով, որը Հիսուսի մարմինը ներկայացնե, ուրեմն սարգավակը գուկա գվերցնե, գուկա կթարնա, գուկա կհանային, և գսե իրեն, համպարցեք իշխանքս թրունս ձերի վեր, համպարցին թրունս հավիլենից և մտցե թակավոր պարած, կհանան գսե, ով է սա թակավոր պարած, և դեր զորության, երկրորդ անգամ նորեն գսե, երբ որ գսե ով է, գսե սա ինքն է պարած թակավորը, այսինքն Հիսուս Քրիստոս ինքն է։ Ուրեմն երկնքի թրվեցը պարտության հրեշտակները շարքի գեցան, երկիշները, աշխարի մեջ աբրեցավ, խաչվեցավ, թաղվեցավ, և ասիկա խոսեցանք մենք։ Հիսուս երբ հարություն արավ, երկինք գնաց, և հրեշտակները տեսան, որ երկինքի թագավորը հաղթական եկավ։ Դավիթ այդ տեսնելով իշտե այդ բանը ասավ. թռներ բացվեցեք, գլուխնիդ վեր վերցուցեք, ով հավիտենական թռներ, Փարազ թագավորը թող ներս մտնե։ Ով է սա Փարազ թագավորը, սա ինքն է Փարազ թագավորը։ Բայց գիտենք երկինքի մեկ նմանության ալ երկրի վրա ունենք։ Զարգազարդին օրը։ Զարգազարդին օրն ալ մուտք է ադիգա, մուտք կրավ Երուսաղեմ։ Ինչպես երկինք մուտք կրավ, զարգազարդին օրն ալ երկրի վրա արավ։ Երբ Հիսուս Երուսաղեմ մտավ, ուր վերջը 3-4 դարվա ընթացքին քանի անգամներ իրեն թեմ ելած էին հրյա ժողովուրդը, անհավատները իրեն ուզած էին ցևոմը սպանել։ Եվ Հիսուս ինչ հալածանքներ, նեղություններ գրած էր Երուսաղեմի հրյա գրոնականներեն, առաջնորդներեն։ Բայց ժամանակը եկած էր, որ ցույց տար, թե բոլորն ալ թե ինքը ով է։ Հիսուս այդ ցևով եկավ, որ ցույց տա իրենց, թե ես ով եմ։ Եվ այսպես խոսի, գսե ես հաղթական թագավոր եմ։ Ձեր օրենքներով չեմ քալեր, հրյաներուն գսե ասի։ Ես իմ օրենքս ունիմ, իմ ժամանակս ունիմ, ուզած ադենս, ուզածս գնեմ։ Ահավասիկ ես որոշած եմ, որ այսօր, այս առավոտ Երուսաղեմ պիտի մտնեմ։ Եվ որևէ մեկը ինձի բամը պիտի չգրնա ասել։ Ինչպես գսեն արաբերեն տեհդիդ գսեն։ Այսինքն զգուշ եղիր։ Մեկը չգրնա ինձի բամը ասել։ Եվ Հիսուս մտավ Երուսաղեմ քաղաքը։ Ժողովուրդներ իրենց սկեսները հանեցին, քեդները փրեցին, որ ինչու Հիսուս եշիգով վրային անցնի։ Քեդնի վրա փրեցին։ Գիտնալով, որ սկեսը մարդուն պարկն է, այսօր սկեսը չակվիս աղդոտ պամն է։ Գեղեցկություն է, վստահություն է, ինչպես Հիսուս երկինքեն երգիր քալու ադեն իր պարկը թողուց, մարդիկ ալ Հիսուսի թագավորության առջև իրենց հանդերձները հանեցին։ Ասելով մեր վայելչությունը, մեր գեղեցկությունը, պարկ դեր Հիսուս, քու պարկի դարձև պամը չէ։ Մենք ով ենք Հիսուսին առջև։ Բայց Հիսուս
ասփանը չսեր մեզի հավատացյալին գսիրե քեզի եւ այդ սկեսները Հիսուսի ոտքերուն դակ ավանագի ոտքերուն դակ դրին որբեզի Հիսուս ավանագին վրա նստած անոնց վրայեն քալե Զաքարիա 9-րդ գլխուն 9-րդ համարի մեջ կսե մեծապես ուրախացիր ով Սիոնի աղջիկ սնձությամբ աղաղ է ով Երուսաղեմի աղջիկ ահա քու թագավորը քեզի գուկա եւ Հիսուս իբր թագավոր Երուսաղեմ կմտնե Անիգա ոչ թե միայն թագավոր է այլ թագավորած է Եթե երկնքի եւ թե երկրի թուն մարդ արարած ինչքան կարևոր մեկն ես դերիտ մեջ կյանքիդ մեջ հավատաս կամ ոչ երբեք արժեք չունի Հիսուս քու թագավորդ է ընդունիս կամ ոչ հավատաս կամ ոչ անիգա քու թագավորդ է եւ քեզ մե գագնգալե որդուն արի այդ թագավորության հպատակը լաս այսօր Հիսուս գուզե որ ամեն մարդ իրեն հպատակի իրեն ուզե իրեն կանչե մարդ արարածը թող ինքզինքին հարցնե ազատ ես ընդունելու ազատ ես մերժելու այսօր ազատ է ազատություն տված է Աստված քեզ գուզես ընդունե գուզես մի ուզեր ազատ ես քրիստոնյա գոչվելու Քրիստոսի երկնքի թագավորությանը անդամ լալու ամենը ազատ ես Բողոս Արաքյալ Ֆիլիպպեսիներուն 3-րդ գլխում 20 համարը գսե մեր քաղաքացիությունը երկինքն է ուրեմն մեր փրկիչին կսպասենք Բողոս Արաքյալ Հիսուս մեզ բիդի հարցնե Տուն երկնքի քաղաքացիությունը ունիս երկնքի ցինքն տուն հավատացյալ ես Եթե ունիս երանելի ես բայց եթե չունիս եւ այդպես գաբրիս այն օրը երկնքի թագավորը քեզի պիտի ասե ով անիծյալ մեկտիկն այնս մե Աստված Հիսուսի այդ օրը պիտի կա բայց ով դեր Այդ մարդը գտարնա գսե ես հայ եմ, ես եկեղեցի գերտամ, ես գնքված եմ, ես հաղորդություն կարնեմ, թագավորը պիտի ասե ես քեզ փրավ չեմ ճաշնար, տեսնես, ասի սել գուզե որ այսօր շատեր կան, որ գուքան եկեղեցի, կմգրդվինալ, հաղորդություն ալ գարնեն, բայց հավատնին դգար է։ Դուրս գելեն աստեղեն, նորեն աշխարհքի մեջ կխառնվին, աշխարհային գլան։ Բայց այդ թագավորը այսօր քեզի գսե, ահա ես գեցած եմ ու թուրդ գզարնեմ, Հիսուս, Զարնեմ, եթե ինձ լսես և թուրը պանաս, և ընդունիս քու գյանքետ ներս, ընդունիս քու սրդետ ներս, քու դունետ ներս, քու ծրակիրներետ ներս մտնեմ և մի վախնար, Հիսուս քեզի գսե, վիճակդ ավելի լավ պիտի ելա։ Հեսակ ինչ բարի է մեր դերը։ Ուրեմն Զարգազարդին օրը այդ օրն է, որ մեզ գհիշեցնե Քրիստոսի թագավորությունը եւ այդ հարցումն հարցնելու օրն է, տուն այդ թագավորության քաղաքացին ես, եթե այո երանելի ես, եթե ոչ մի վախնար, Հիսուս կսե մի վախնար, այսօր գրնաս լալ, որևէ մեկ ժամանակ, մի հետացքեր, ինչքան շուտն ես անքան լավ է, և այդ թագավորությունը, այդ թագավորության քաղաքացին բիլենա քեզ, այս է մեր դերոջ բարիությունը և քաղցրությունը, որ պատրաստ է
քեզ եւ ինձ եւ բոլոր ժողովրդին եւ բոլոր հավատացյալներուն հարություն դա եւ փրկե։ Դեր օրհնեցես բոլորիդ։ Փառք տանք Աստծո։